Կխնդրեի շատ ու շատ իր լսեիք, որ ճիշտը հասկանայիք, որովհետև շատ կարևոր բաներ հիմի խոսացի, աբացուցի, որը համարյա հիշ մարդուց է դուք չեք լսել, բայց են ձեն։ Ուրեմն գնացինք առաջ, հիմի ուշադիր լրիվ լավ կողմնորոշված ուշադիր լսեք ամեն ինչը ու որ լավ հասկանաք։ Այսօր Վարդան Հակոբյանի մեկ է Կարեն Արայանի մեջ շատ հետաքրքիր հարցազրույց եղավ, որը շատ հարցեր կաղապարներ կապված իմ առաջարկածս ծրագրի հետ, մանավանդ այն բանում, որ ես միշտ կրկնել եմ, որ բանով ընտրություններով անհնար է եղնի ռեժիմափոխություն, միայն հեղափոխությամբ կարող է լինել ռեժիմափոխություն, դեղ Արայանը ինչ-որ բաներ աբացուցեց բան, հասկանաք չէ, փաստեր դրեց, քանի օր նախկանեց այս հանդիպումը իր, ես չէի լսել, Վարդան Հակոբյանը այդ ձևի համաձայնվեր, միշտ իր ասածներ են, որ 60%, 70% եթե ելինտուս ժողովուրդը բանի ընտրությունների կարելի է հաղթել։ Ունդեղ շատ իմ տեսանյութերի մեջ շատ բաներ կարևոր ես փաստեր բերաբացուցել եմ, որ անհնար է, քանի որ այս ռեժիմը 35 տարից կան մեծ մասշտաբների առելի հանցանքներ, թալաններ, ու իրանք գիտեն, որ հանկարծ ռեժիմը ծերներից կորցրեցին իշխանությունը, ճանճպես իրանք կորած են, ինչ մեծ առելի պատիժների դեմ կայնին, ամեն ինչը կորցնեն, էլի, այդ ձևի, ու սենք Վարդան Հակոբյանն որ կսեր, հա, կարելի է շտալ բան, բայց մարդկանց այդ բաներն էլ ես տարբեր են տեսանյութերիս մեջ կա, որտեղ որ այս այդ հարցերը քննարկել եմ, խոսացել եմ, որ մարդկանց որ կսես հա կարելի է, մարդիկ հաս կուտան ումեր տանք ցայն տանք, ինքնեք սե չիդեմ ես պաշտոն բաժնող չեմ, ու կոնկրետի մարդու տեղն է չի սել, որ երտան այդ մարդիկ, եթե երտան 60-70%, հա, երտան գիտենան ում վրա էդի լրիվ ցայները բանեն են լստեն, էլի, որ էդի մե ուժը հաղթ է, էլի, եթե իրականում ազնիվ է, բայց չնայած քաղաքական դաշտի մեջ չկա, ոչ մի ազնիվ ուժ չկա, որովհետև ես իմ ազնիվ ծրագիրս ազգին միացնելու համախմբելու ծրագիրս բոլորին է ներկայացրել առաջարկել եմ, հեչ մեկն չեն ուզեցել օգտագործել, ուզած չուզած ես եմ բացե ալիք որա ժողովրդին այդ գաղափարը տարածեմ, նայենք ինչ կեղնել, որ փրկենք մեկ երբեմ երգիրը։ Ու Էդե էլի կրկնեմ իմ առաջարկածս ծրագիրը ժողովուրդյան, որ ասենք միշտ կրկնել եմ, որ քաղաքական ուժերի ծրագիր է, որովհետև ժողովուրդն նորա պատկերացրեք, եթե նայեք հիմի առաջարկությունս այս ձև է, միանանք, ասենք ժողովրդին միացում համախմբում, չէ, ստեղծենք ազգային կլոր սեղան, այդ կլոր սեղանի առջև բերենք բոլոր այս քաղաքական ուժերին նստեցնենք, թող աբացուցեն իրանց այդ քարոզները, առաջարկությունները հենց այս ազգային կլոր սեղանի առջև փաստերով աբացուցեն, որն է լավ, ռսամե դեղնելն է, ռսե դեղնել, թե արևմուտ, թե եսիմ ինչ, հա, թող կան այդտեղ բաներ են, աբացուցեն, տեսնիք, չէ ինչ ազնիվ ձև եմ, չէ այս բաները, դե մի շատերը հուշտ կենին գիտեն որա, իրանց առաջարկությունները սաղ սուդ ու սխալ է, հասկնակ կը, ու չեն ուզե այդ բանը, այս ծրագիրը օգտագործեն, որ ժողովուրդին է պահեն, իրանց համեկը ինչքան հնարավոր է, համակիր պահեն, ժողովուրդին չթոնին ժողովուրդը համախմբի միանա, հասկնակ կը, որ կրնանան պետք եղնի դուսկան հեղափոխության շատ քանակով ու ռեժիմափոխություններն էլ եւ այլն, չէ, իրանց այդ փորիցաբը էդ է, որ իրանք մնան այդպես զոմբի պես իրանց համակիր պահեն, ամեն
քաղաքական ուժ այդ կուսակցությունը, որը 5000, որը 10000, որը 100000, եսի միշկան այդ ծևի պայն ժողովրդին զոմբիացած ծևի չթողնին համախմբել։ Ու ռեժիմը կմնա հասկնակը, չէ ծևի։ Մնակ, արդեն ստեղ Վարդան Հակոբյանը արդեն այդ մոմենտով չպնդեց, որ Կարեն Արայանը այնտեղ բացատրեց, ես էլ էի այսօր, ռեսուրսները շատ հսկայական է սա ռեժիմի, 35 տարի իրանք են եղել իշխանության, սաղ ամեն ինչը ռեսուրսները, ռիճակները իրանք ձեռն է, միայն հեղափոխությամբ մենք կրնանքել ենք, հասկնակը, չէ, նոր համար պիտի ճիշտ մտածեք ու հեղափոխությունից է չվախենակ, այդ ձևերն է կա որ այ, հեշտ բան իրանք էլ չեն կնայեն, եթե մենք շատ քանակով ելնենք, Ամիջապես խոսքի մեր 152 հազար, չէ, բապշի հեշտ բան իրանք չեն կրնային, ես դիք որ կսեմ 152 հազար, 200 հազար, 100 հազարն էլ է հերիք որ մենք կարողանանք ելնենք, իսկ եթե 200 հազարով ելնենք, մի օրվամ, նախադում, մի օրվամ, քանի մրոպեների հարց է, հավատացեք ինձի, էլ իրանք չեն կրնա դիմադրել Այդ մոմենտալի մենք ռեժիմը վարի կուտանք, հասկնակ, իրանք էլ չեն դիմանա, իրանք մենակ այդ քանիմ հոգի, 30 հոգի մեզի պետք է օրա ձերբակալել տանք, ոստիկանությունը էլ չի կնանա պայ, հասկնակ, ուզած կան ժողովուրդի դեմ, իրանք չեն կրնա դեմ առնին, ուզած ժողովուրդի հրամանը պտի կադարեն ոստիկանները դա ամեն ինչն է մենք գիտենք, որ առաջարկենք, գիտենք, մեզ կարևորը այդ բանը, մի լավ, երտանք առաջ, դոր վախնոր եկավ, կբացատրենք ամեն ինչը, ինչ ձևենենք, մի օրվան բան ենք, ռեժիմա վերացումը, մի նայեք, ժողովուրդ ջան, տեսնիկը, չէ, իմ առաջարկությունս բոլոր քաղաքական ուժերին դեմ է, դեմ, ես ոչ մի քաղաքական ուժի կողմից չեմ, Կարեն Արայանի անուն որ կուտամ, մենակ այն բանի համար, որ ինքը շատ մոդիկ է, սենք իմ առաջարկածս ծրագրին, բայց ինքը սենք խոսքի մենակ հեղափոխություն չէ, բայց շատ առաջ չի կա, որ սենք ըմպես եղնորա, ես իրան էլ եմ առաջարկի, չինեմ, չի ընդուն է, ծեն չի անը, այդ ձևի, ու հմի նայեք, տեսեք, ես տեսանուտը նայենք, ու էստանք առաջ ու հատուկ ես դիք մեզ զապիսը մերոր դուք տեսնիք կոմենտարյաները կելնի ուղիղ ետերի ժամանակ դուք ուշադրություն դարձրեք ինչքան դոգի ֆեյքեր կան այդտեղ լիք կանեն որ դոգը չգեք համայրա Կարեն Արայանը երևի չի է զգուշացել է իր համակիրներին օրա այդ ընթացքում Պաջեր կանեն, բայց ընդեղ սաղ դոգ, նու ես եղել է, բայց ինձնից հեշմարդ է դոգի համար վատ բաներ չի խոսա, մենակ անգյուններ, ասպես պուբլիկավատերած չեն ասոր, դոգը նորից էլի նույն է, ռեժիմի կաբիկ ծառան է, նույն, ասել եմ ու կպնդեմ, որովհետև այդքան օրան հմի ինքը իրա պենով բաներոր, ինքը ռսա մեդեշտանք Ռուսաստան են քանի օրն էսա, վերգու տարից բացի ուրիշ թուր չեմ տեսնի, կամ Ռուսաստան կամ Թուրքիա, դոգեսած խոսքը, ու ինքը չէ նախքան էդ է, էլի տեսանյութեր եմ ես տեսել է Ռուսաստանի մոմենտով բաներ է, պաշտպանել է Ռուսաստանի հեշ մի անգամ պես չի փնով է ուժեղ ձևի Ռուսաստանին հասկնակ մի անգամ ես թետև պլպլած, ես երկու տարի առաջվա տեսանյութեր, ես մեր գոր առաջ էդ հին տեսանյութը տեսավորա իր այդ սածորա բանին Սալամյոնին պաշտպանեց, Ռուսաստանի դեսպանին պաշտպանեց, ժողովուրդը շուկուր կեցեցին օրա ռսամեդես, ես երկորը հանեն հին տեսանյութը, երբ որա կուպլետ մեր գուսենք ռսներին է դիմե որա ասպես չեղավոր դուք մեզի տաշնագից եք բան, այդ տեսանյութը երկու տարի առաջվա, որ իրան քիչմ բանեն է, բարձրացն է իր արեցինգը, որտև ինքը կծեց է իր արեցինգը շատ։ Ու դուք էլ էլի զգուշացնեմ կը ժողովուրդ չան, նայեք,
այդ դոգի համակիրոր կան չէ Քոչարյանի համակիրը կարոչի սաղ էս ռեժիմի ծառաները ինչ կանոր կան սաղներ դոնք այդ ռեժիմի ծառաներն են ու դոնց սուտ համակիր ֆեյք համակիրներ են Տոգը կերնի բանկ խոսա իրանք որ կուզեն տոգին չէ տրախտավայտենեն առաջ Գարգենգը տոգին բանը լայքեր տնեն կոմենտարներ լավ բաներ կրեն հետո էլի այդ նույնները Քոչարյանին է կամ Սամվել Կարաբեջյանին է կամ են մեկելին է որը սաղն է դոնք ռուսական բաներ են ծառաներ են չգեք իմ բանից մեջն է մնին այլ անդակ կոմենտարներ դաժը կրեն դոգին պաշտպանելով բաման Հա, ես էլի կսեմ, շատ լավն է ձեր դոգը, բոլորին, մենակ դոգին չէ, բոլորին հնարավորություն տալիս ենք, թող կան աբացուցեն, ըտից է ճիշտ ձև, ու բերեներդ փագեք նստեք, մենակ դուք դոգին սեք աղբեր դու նոր ճիշտ ես, դե արի աբացուցե, դե մերեսի արի աբացուցե, դուք ու ասազների տեր եղի, ճիշտ չեմ սե ժողովուրդ, մենակ ճիշտ ձև է դիգե, ու բացիզնից ես չեմ տեսնիս են ուրիշ ալիքներով է կամ քաղաքական ուժերը սաղին ամեն ինչի սաղին վատ բաներ խոսան բացի տոգից ընչի չիդեմ դիք արդեն հա ու մենք գնացինք առաջ բերեք լեստեսանյութը մի հատ նայենք ինչ բաներով խոսա Կարեն Արայանը այս մոմենտով որ ռեժիմա փոխություն անհնար է բանի միջոցով ենելը ինչ կսեն անդրությունները հետո խոսակ պախոդ ուշադրություն դարձրեք հատուկ այդ տեսանյութը նայեք ինչքան տոգի ֆեյքեր կա սաղ տոգ կարենգը տոգը մենակ տոգին կարել է տավերի այնել մի բան որտեղ ռեյտինգը գծել է մի ամենալիկներից կողենք որ այնտեղ տոգին բան են բարձրացնեն դա համի դիտեք համակարգի մեջ մասնակցում ես դու արդեն այս համակարգի մի մասն ես Ես ճիշտ եմ հասկանում, մեր ընկերներին դες ճաշտող հարցը կանել է։ Միանշանակ, մի փոքր մանրամասն եմ։ Ես բացարձակ ոչինչ չունեմ ընտրությունների ինստիտուտի դեմ, որովհետև ընտրությունների ինստիտուտը միակ տարբերակն է, որպեսզի հույս ունենանք թափանցիկ արդար ու բաց ընտրությունների։ Բայց որ համակարգի ներքո, որ համակարգի օրոք Այս համակարգի օրոք մենք բազմիցս ականատես ենք եղել ընտրակեղծիքների ու դրանք շարունակական են լինելու միշտ։ Հիմա տեսեք, գնալով այս համակարգային կանոններով ընտրությունների, խոստանալով, որ այս համակարգը կփոխես, այդ նույնն է, ոնց որ երեկ էլ ասեցի եթերից մեջ, ոնց որ հրդեհգա ասի եկել եմ կրակը մարելու կամ ինչ-որ մի հատ վիրուս խոսա իմունիտետից, չկա տենց իրականություն։ Դու գնալով այս ընտրություններին, դու արդեն իսկ համաձայնությունը տալիս ես ներկայիս համակարգի կանոններին։ Դա անհերքելի փաստ է։ Իսկ համաձայնվելով հայակորձան համակարգի որևէ կանոնի հետ, դա խոսում է մենակ մի բանի մասին, որ դու պատրաստ ես ամեն ինչի մենակ փախցնես աթոռ։ Դու չես մտածում Հայաստանի արմատական ու հիմնական փոփոխությունների մասին ու ոչ մի տեխնացու այն ով էլ ասում է որ գալիս ենք համակարգը փոխենք կոչ եմ անում անգամ բոլոր հաղորդավարներին ու լրագրողներին մի հատ հարցրեք իսկ ինչ համակարգ եք առաջարկում որ ուզում եք փոխեք մենակ ասելով չի ուզում եմ փոխես ինչ սարքես չկա պատասխան ու չի կարալի պատասխան կա իրենք այդ պատասխանը տալիս են Ինչ են ասում ամեն մեկի իր պատկերացած իր մշակած համակարգը ունի դա փաստ է իրենք ծրագիր ունեն համակարգը փոխելու դա փաստ է ես հիմա քանի որ մենք աշխատում ենք ֆիլտրել հասկանալ ինչ է կատարվում քաղաքական համակարգում ով ինչ ունի առաջարկելու համաձայն եմ թե համաձայն չեմ քանի որ հետևողներն էլ պահանջում են իրենք գրում են ում են ուզում տեսնել հասկանալ ինչ են իրենց առաջարկում, մենք դա իրականացնում ենք։ Ուրեմն ունեցել ենք վարշապետի տեխնացուներ, որոնք առաջարկել են իրենց համակարգը, նոր համակարգը, իշխանության գալուց հետո կառավարման համակարգ փոխեն, մենք դա ունեցել ենք։ Մենք ունեցել ենք նույնիսկ տարբերակ, որ ասել են, մենք բոլորին դեմ ենք, մենք գալիս ենք համակարգը քանդում ենք ու գնում ենք։ Համաձայն եմ թե չէ, մենք իրենց էլ ենք հրավիրել հարցու պատասխանի էլի ուղիղ եթերում իրենք ստացել են իրենց հարցերը տվել են իրենց պատասխանները լսողը ընտրում է
իր համար դա ընդունելի է թե չէ։ Հիմա մենք փաստորեն այսօր ունենք երրորդ տարբերակը։ Ինչքանով ես հասկացա։ Ուրեմն դուք բոլորին դեմենքի նման չեք մասնակցում, հետո քանդեք ու գնաք։ Դուք վարչապետի տեխնացիաների նման չեք մասնակցում ընտրությունների, որ հետո համակարգ փոխեք, այլ բան եք առաջարկում։ Իսկ կարող եմ հարցնել այլ բանը որն է, ինձ ասեք ճանապարհ, որը իրական ազգային հեղափոխություն։ Ահա, լավ, իրական ազգային հեղափոխություն, ուրեմն ես ինչքան ձեռք ունեմ, այդքանով կողմ եմ։ Եվ ես չեմ կարծում, այս լսարանում գտնվի մեկը, որ ասի, չէ, ես հեղափոխություն չեմ ուզում։ Մենք բոլորը շատ հասկանում ենք, որ այս համակարգի մեջ ընտրությունները իշխանության գալը շատ վիճարկելի, շատ խնդրահարույց թեմա է, եթե դու ունես համապատասխան ռեսուրսներ մարդկանց տեղեկացնելու, ընթացքը վերահսկելու եւ այլն։ Հիմա հարցը տալիս է ամեն անգամ, այս մեկ ասում հեղափոխություն, ասում եմ ես համաձայն եմ, ինձ ասա ոնց։ Ես հիմա այդ հարցը մեզ լսողների անունից միթե մեր հարցերը կսանանք, իմիջիալ ես ներողություն եմ խնդրում, պարոն Արան, ովքեր հարցեր ունեն, գրեք ուղի եթերում, անպայման ես կտամ մեր հյուրին, եւ չմոռանաք տարածել, բաժանորդագրվել ալիքին, ես կարծում եմ հեղափոխության կողմնակից ինչքան հայկա պետքա սա լսի։ Նաեւ ընտրությունների կողմնակից ինչքան հայկա պետքա լսի, որ երևի վերջում իր որոշումը ինքը կայացնի։ Համաձայն եք։ Եթե հիմնավոր բացատրություն չկա, ապա իր միակ տարբերակը ընտրությունն է։ Եթե կա, ապա պետք է արդեն ավելի խելամիտ վճռել։ Հիմա պարոն Հակոբյան ջան, գամ մի քիչ այս նախորդ ասածից ու գամ հարցին պատասխանեմ թե ոնց։ Դուք ասում եք, որ մարդիկ եղել են, ասել են, որ կգան իշխանության ու համակարգը կփոխեն նախագահականի եւ այլն։ Խոսքը այդ համակարգի մասին չի։ Միանշանակ ցանկացած տեխնացու այս գլոբալ համակարգի մեջ կարա փոխի պարլամենտականից նախագահական, նախագահականից պարլամենտական, ես որ ասում եմ համակարգ, ես դա նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ արտաքին կենտրոններից կախվածությունը ու ինքնիշխանության զուտ որպես դեկոր ծառայելը։ Այսօրվա մեր ինքնիշխանությունը, ապահովագրությունները, այս բառի վրա ուշադիր եղեք։ Ամեն ինչ, ես չեմ խոսում էլ 92 թվին ստորագրած իբր մեր անկախանալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ու Կրեմլի պայմանագրի մասին։ Դիկտիալ ասեցինք ժողովուրդ ջան, այնտեղ էլի ավելի լավ կերն դուք մտեք լրիվ ամբողջովին տեսանյութը նայեք Վարդան Հակոբյանի այս շաբաթօրվա բանն է, տեսանյութն է այսօրվա։ Ու լրիվ շատ բաներ այնտեղ Կարեն Արայան այնտեղ պրոստը այդքան տեղել բաներ որ կդնեի միացնեի որ կսե էլի իմ սազս մոմենտ չնայած այդ բաները ես է գիտեի ինքն է գիտեր չեմ սա իմ խոսքերս կկրկնե որ 500,000 բան ունի այս ռեժիմը ռեսուրսներ ունի այդ չեմ ասնել է պետք որ հետո կրանաս հաղթես հասկնակը չէ ընդրություններով բայց դի անհնարին բան է Короче, մտեք մենք չեմ խոսանք ու դուք արդեն մտնիկ շատ հետաքրքիր եք, շատ կարևոր բաներ կա որ խոսասվի այնտեղ աբացուցելով բան, նա այսօր ակսեմ աբացուցելով, մենակ եմ, չեն կան հավատա, եթե հարցազրույցի կամ բանի դիսկուսիայի բանա վեջի օրա հրավիրեն, ես կնանամ գա, արդեն ավելի ժողովրդին հետաքրքիր կերնի հասկնակը չեմ սազս նոր համար այնտեղ որ ամնիկ դուք ավելի լավը դիք կմբռնեք հավատակ կա հասկնակ կա որովհետև Կարեն Արայանը ասենք բանի ոչ Վարդան Հակոբյանի աղբերն է ոչ է աշկի լուսն է ինչ որ բոլորին հրավիրե գա հարցազրույցների այնպես է նույն ձևի Կարեն Արայանին ու հիմի նայեք ես էլի ռեսուրսների մոմենտով էլ է խոսացոր ժողովուրդ ջան մենք այնքան ռեսուրսներ ունենք մենք թույլ չենք մեզ միշտ խապե վախեցրել են որ մենք մնանք ենթակայի դերում բան ու մենք այսօրվա օրով բանի դարե տեխնոլոգիայի բանի մենք այնքան Գաղապարով հայր ունենք, որ աշխարհում մեկ տարբեր երկրներ ուժեղացրել են տեխնոլոգիա, բարձրացրել են բան,
ու սպասենք օրական մեր երկիներն են, երբ որ կա լավ կառավարություն չէ, այդ մոմենտով պրոստը չեն կա, վախենան կա, որտեվ քանի մոկե եկան, ներդրումներ են էլ տեխնոլոգիա, որին սբանեցին, որին քծեցին, արդեն գիտեն որ ռեժիմի լա մինչև մի դա ռեժիմն է, հասկանաք, դրա համար չեն կա, բայց մենք շատ ուժեղ տեխնոլոգիայի տարով առաջ կրնանք կեշտանք, մեր երկիրը շատ ուժեղ հզորացնենք, դե ամի լսեք ստեղ, նույն բանը ասենք Կարենը կասե, նելու մասին, աշխարհով մենք ունենք բազմաթիվ մեծահարուստ հայեր, ովքեր քաղաքական առումով անաչառ են, ու իրանց ողջ էությունը հիմնված է հայրենասիրության վրա, ովքեր ապրում են Արևմտյան Հայաստանով, Նախիջևանով, Արցախով, անգամ ամբողջ Արևելյան Հայաստանով, խոսքը վիր կաղվանքի մասին է, որ այսօր կոչել են Ադրբեջան։ Այս մարդիկ չգիտեն ուր ներդնեն իրանց ռեսուրսը, որպեսզի երկրին օգուտ տան, որովհետև ոնց որ դուք եք նկատել, վստահաբար իրանք էլ են շատ լավ նկատում, որ յուրաքանչյուրը որևէ մի արտաքին կենտրոնի սպասարկու է, իսկ դա հայանպաստություն չի, դա ստրկության ընտրությունն է, ում ծառան ես ուզում լինել սրա, թե նրա, հիմա թեզա չէ շրջանառվում, որ հա դե ռուսին չեք ուզում գնացեք դառեք թուրքի ստրուկ, այսինքն այս մարդիկ ստրուկ լինելուց բացի ուրիշ բան լինելու ընդունակ չեն, իրանք իծնե ստրուկ են, որ եթե դու հրաժարվում ես մի ստրկությունից, ըստ իրա կարճ խելքի անպայման պետք է ընտրես մյուս ստրկությունը։ Սա այս թեզը առաջ են տանում մենակ ստրուկները։ Իսկ իրական ու ազատ, Աստծո կամքով տված ազատություն վայելող իրական հայը ինքը չի կարա դիտարկի, որ եթե այն չի, ուրեմն այնա, բա ում տակ պարկենք, շատ կներեք կոպիտ արտահայտվելու համար, բա ումից կախվածություն ունենք, բա ոնց անենք։ Իրական հայը մտածում է ինչի մեզ ինչ է եղել, մենք մեզնով չենք կարա, մի հատ մեր գիտնականներին նայեք, մոլորակի 220 քանի պետություններից, երկրներից դժվար գտնեք մի պետություն, որի կառուցման մեջ գոնե մի հայի մատը խառը չի, թեկուզ եւ ոչ յան ազգանունով։ Ուրեմն մենք մեր պետությունը չենք կարում կառուցենք, աշխարհը սարքինք աշխարհ, աշխարհին տվեցինք քաղաքակրթություն, բայց հերթը գալիս է մեր ոտքի կանգնելու, մենք չենք կարա, ով էլ ասում է մենք կարանք, ասում են ուտոպիստ։ Այդ է ստրկամտությունը։ Ու այս հայերի մեջից, ովքեր աշխարհում ապրում են Հայաստանի հայրենասիրությամբ, ունեն ռեսուրս ու չգիտեն ուր ներդնեն, ես ոնց որ ասացի, նորից կրկնում եմ, մոտ օրերս երևի վաղը, չգիտեմ, կամ մյուս օրը, ձեզ անպայման անձնական նամակով հղումներ կուղարկեմ։ Մեր բոլոր ծրագրերը, հիմնադրույթները, ամեն ինչ, այն հարցերը, որոնք միգուցե այս եթերում չհնչեն, դրանց պատասխաններն էլ հետը դրվելու են հանրային դատին։ Այս մարդիկ կարան ծանոթանան ու իրենց ռեսուրսը ներդնեն իրական տեղում, առաջարկեն իրանց մարդկանց որպես մեծ թիմակից, ովքեր կհամապատասխանեն այն չափանիշներին, որոնք կառուցված են բացառապես արտաքին կախվածությունից զերծ ու հիմնված ազգային գաղափարախոսության ու հայրենասիրության վրա։ Ես նորից եմ ասում, լույսի բանակը մեծ սիրով ու գրկաբաց պատրաստ է ընդունի յուրաքանչյուրին, ով կարծում է ու ունի պատասխանատվություն, որ կարա մի բան ներդնի մեր երկրի զարգացման ու հզորացման մեջ։ Շատ բարի, տեսեք, պարոն Արան, նախ շնորհակալ եմ բոլորին նրանք, ովքեր այդ հարցերը գրում են։ լավ սվավը զնիցը ինքը ավելի կարագեցեվից սեց ժողովուրդյան այդ մոմենտը հա հիմի նա ես էրա Պուտինի խոսքերը կրկնեի չէ կարճ տեսանյութերի մեջը որ բանը Պուտինը սա որա в этом мире для слабых нет места. Մի այդ մոմենտն է թեման ստեղ խոսացիկը դիալ լսեկալը մինակ որ այս աշխարհը թույլերի տեղը չէ մենք պետք է հզոր եղնենք մեզ եթե հզոր չեղանք մեզ շանտեղ տնող չեղնի ֆուտբոլիտ կենեն այս ծև այնց ու հզորանալն է մենք կսեցի օրա կրնանք հզորանանք լավել հզորանանք ուրեմն դե ամիս մոմենտն է լսեկալը կան հեղաշրջում, բայց ազգային պետություն է պետք, որպեսզի կարողանանք այս անօրինական այս փուլում, անօրինական, որտեղ միջազգային իրավունք չի աշխատում, եւ հայտարարվում է այդ մասին, որ եթե ես ուժեղ եմ, կարող եմ քեզ ոչնչացնեմ, եւ դա է այսօրվա միջազգային իրավունքը։ Դա միշտ է տենց եղել։ Հա, դուք ինչ կասեք այս մասով։ Միշտ է տենց եղել։ Դեռ քաղաքակրթությունը մարդուն այն անհայտ եղած ժամանակներից։ Միշտ
պետք է մերվենք դաժան իրականության հետ, որ աշխարհում գոյություն չունի արդարություն ու երբեք գոյություն չի ունենա։ Արդարը դա ուժերն է, ցավոք։ Ու ցավոք ուժերներից ոչ Ահա։ Նայեք, հա, հիմի մի հատ էլի հոդված տնեմ, որ ինքը 20 օրա էլի ավելացնենք, ասենք մեր ռեսուրսները աշխարհագրական դիրքով ուտեղ որ մեր երկիրը չէ գտնվի շատ հետաքրքիր կերտերությունների համար, էդել է մեծ պլյուս մեզ համար, պրոստը մենք ուղղակի չունենք էլի այդով ղեկավար, որ այդ հարցերով մենք մերը առաջ տանենք հզորանալու ձև է ամեն ինչը մի հատ էսի գետի անել լսեք ժողովուրդ ջան իմ բանը դարձեն օրը գիտեմ որ ինձ չեք ավալա այսօր կսեմ գիտեք թե եսի մուրից եկել եմ անուղեղավարի բան պես բաներ ֆեյքերը կկարեն մարդիկ որ կսկսեն լսել այդ կոմենտարիաները կկաշտան հիասթափինգը կսեն հա դե կարել են թե ասի անպետ մարդ թե անպետ բաներ խոսա բայց ամենաուժեղ առաջարկած ծրագիրը իմս է Հիմա մի քիչ հետո բացատրեմ ծրագրի վերջում ամենաէֆեկտիվնի ամենաուժեղ մոմենտը պես ռազմականացվի խոսքը պատերազմների դրթելը չի ես երբ որ խոսում եմ բանակի հզորացումից շատ մարդիկ ասում են էլի պատերազմ էլի ասենք ով է լսել որ հզոր բանակ ունեցողը կարա վախենա պատերազմից կամ ունենա զոհեր հզոր բանակը մեծ մագազինով կալաշնիկով ավտոմատը չի դա այս թվականին այս դարում արդեն ուլտրաձայնային զենքերն են որ ոչ մեկ դրանից չի զոհվում Իսկ թվում է հասկանում եք վերջի դեպքերն էլ Վենեսուելայի հետ կապված ամեն ինչ ասում է։ Ընդհանրապես գեր զարգացած զենք զինամթերք ու ամեն ինչ մանավանդ մենք Աստված մեզ այն դիրքն է տվել են աշխարհագրական կետն է տվել աշխարհում Հայաստանի դիրքի մասին է խոսքը, որ մի փոքր ինքնիշխան մտածողությամբ, պետական մտածողությամբ ու իրականում հայ ու Հայաստան սիրող ղեկավար ունեն այս երկիրը Այս դիրքից շատ ու շատ բան անգամ կարաս աշխարհում փոխես, հաշվի առնելով դրան էլ գումարած մեր ազգի տաղանդերին ու ուղեղներին։ Ես մոռացա հարցը ինչ էր, sense տարավ մի քիչ, գնացի ուրիշ կողմի վրա։ Օրինակ աշխատում եք մեր դիսկուսիոնը որն է լինելու, հարցի պատասխանը կա, պատասխանը հնչեց ձեր կողմից։ Հիմա ստեղ գնում են, որ 12 օր առաջ են եղել Ծիծեռնակաբերդում եւ որ դուք ինչ որ նկարագրում եք։ Դա մի հատ հիմի էլի շատ հետաքրքիր հոդված, ստեղ ինքեսա, բայց չսավ լրիվ մինչև վերջ, որ միանալ այլ ուժերի բան, հասկնակ չէ, կոալիցիա կազմելու բան դուսկալու, բայց ինքա ես հիշեմ գը եպես երևի անցած տարի էր թե ինչ, այդ հարցը իրան տվեցին դե դուք Վարդան Գուգասյանին տոգին միանալու մոմենտով հարցը տվավ։ Ինքն է այդ մոմենտը պատասխանեց, որ ես տոգին առաջարկեց տոգինն էլ են Ծադուրյանին էլ հիշեմ գորա ինքը առաջարկել է միացում, որ խաղցրին չեկան միացան, տոգնես էլ էր դե լուսի պանագա տուրնձի ինքնես էլ էր չեմ տա, ես էլ է անցանք վերեկովը ու կսե ես է տյա որպես է մենք անցանք տոգի վրա, всё, ուրմեն разбежались как море корабли, ամեկը սմեր ճամպում։ Ինքը հիմա ճիշտ է, չի սե, բայց ես կսեմ այդ ձևի բան եղել է իրա տոգի մեջ խոսակցությունը։ Դե ամեսի հետաքրքիր մոմենտ էլ հետաքրքիր մոմենտ պետք է լսել մի հատ։ Հարցը ես եմ ձեր պատասխանը, բայց էլի նույն հարցերը գրվում է։ Ես նորից ամբողջական ասեմ, քաղաքական դաշտում չկա որևէ մեկը, ում հետ մենք կմիանանք, ում կաջակցենք, կամ էլ ինչ որ մեկին ողջունում ենք։ Սա վերաբերվում է բոլորին, կարակ հերթով անուններ չտակ։ Ու դա ունի հիմնական, դա կապրիչ չի, դա ունի հիմնական բացատրություն ու պատճառաբանություն։ Գաղափարական հենքերի ահռելի մեծ տարբերությունը, ժողովրդի ու ազգի հանդեպ վերաբերմունքի ահռելի մեծ տարբերությունը, վաղվա ծրագրերի խորքայնության ահռելի տարբերությունը, համակարգին մոտեցման ու դիրքորոշման ահռելի տարբերությունները, առավել ևս երբ ընտրությունների էլ մասնակցում են, չկա այնտեղ մեր համար այլևս
համագործակցելու եզր։ Բացարձակ ոչ մի տեսակի։ Ես ուզում եմ ասեմ մեծ դիտողներին, որ Կարեն Արայանը սա ասում է բոլորի հետ կապված առանձին ինձ անդադ գրում եք տարբեր տեխնասուների հետ Մի կապված, թվարկեք, ում էլ թվարկեք իրան վերաբերվում է։ Ուրեմն էստեղ, հմինայք, լսիկ չէ, սիկլարիվ, մի հատ էլի նման բան, էլի ինքը այդ անունները կոնկրետնի չիտա, ասենք տոգի, բանի, ծադուրյանի, օբշիքս է ինքը, որ ոչ մեկին միանալ, չկա բաման, որովհետև վեկտորները ամեկի տարբեր ծևի են, կաղապարները շատ բաներ իրար հետ բան չի անի ու հեչ մեկ էլ է չեն կնա միանա, ասկցակ, չէ։ Հմինայք, իմ առաջարկածս ծրագիրը, արդեն մենք որա ստեղծենք ազգային կլոր սեղան, չէ, ամեկը իրան ծրագրերը ներկայացնեն, գնայք, մեր իմ առաջարկածս ծրագրի պլյուսը, մեծ պլյուսը որն է ժողովուրդ ջան, ուշադրիր, սիկ շատ ուշադրիր լսեք։ Իրանք որ այգան նստան ամեկը իրան ծրագրերը ասենք առաջարկեցին, չէ, ու ասենք խոսքի կսկսվի զդելը, որ նորա սուդ է, այդ սուդա նախադու բացուսվիգը խաշկը քաշվի էդի ծրագրերի վրա, հասկացակ, չէ, հետեն զդենքը պերենքը մե ուղությամբ, ասենք խոսքի նայք, Ռուսաստանը մեզի բարեկամ երգիր է, ոչ, լիքը պաստեր կա, այդ ռասամետների պերանը աշտեն խաշկը տնենք, այդ բարել իրանց թուլ չենք տասելու, իրանք է առանձին, ասենք խոսքի իրանց այդ ալիքներով ելին ինչելոր հաճան, դիք արդեն ընդունելի չի եղնի, որովհետև կլոր սեղանի արջև դիք աբացուցվելով դիք սխալ է, հասկացակ չէ, ու հեշտական, հեշտելով, ասենք խոսքի այսօրվա ամերիկան մեզի ինչ կրնա օգուտա կամ չտա, մենք ինչ կրնանք ենենք, հզորենք, թե չէ բան, չէ, սաղդիկ արդեն մեզ որ խապել են թուն են բան, սաղդիկ արդեն ֆիլտրավացակ եղնի, ճիշտը տրվիգը սեղանին, սուդու սխալը, խաշկը քաշվի թապիգը աղբը, սյո, դիգ արդեն թուս է գավ, ամեկի կան, չէ, լիկն են, չէ, խոսան ճիշտ բաներ, մեկ է հետևից կաշես ըմբես բաներ խոսան սուդու սխալ, մարդկանց կսեն արդեն շեղել ճիշտ ճանաբարից, դոր համար ես կսեմ, որ չշեղվինք, դուք չշեղվիք այսինքն, ես շատ բաներ լավ կասկլամ, մարդիկ որ կան չեն ասկլա, դոր այդ մարդկանց համար ես բանը վերաբերվիգը, ու նայք, ու սենք խոսքի մաքսիմում ես էլեմս է, լրիվ զդին բաներին եղա որա բերեցինք համայրա մեկ աղապար, կարող էտեղ մերգու իրեք ծրագիր առաջարկվի մնա, որն է արդեն դիք արդեն ոչ թե իրանք պտի որոշեն քաղաքական ուժերը որն է, որը կիրառվի, այլ ժողովուրդը կորոշե, որը ընդրե, տրվիգը քվեարկության, YouTube-յան ալիքում դուք գիտեք որա քվեարկումներ կա, չէ, որ ուժին կընդրեք, եթե ընդրություններին բան, չէ, նույն ձևի այս հարցերը, այս ծրագիրը, են ծրագիրը դե են ծրագիրը, մաքսիմում դիք մենք բանենենք, թողնենք իրեք բան, ծրագիր, չէ, առաջի տուրին, որնոր ամենակիչ բան ծայն հավակեց, դուս կթրնի դիք, մնագ է երգու բան, առաջարկությունը, ծրագիրը, այդ երգուսն է նորից էլի կտնենք քվեարկության ժողովուրդյան, կընտունեք ժողովուրդն է ընտունողը, դադավորն է, ընտունեք ժողովուրդը, որը ընտուն է, հասկնակ, նայք ինչ կայ ազնիվ ծրագիր է, հասկնակ իմ ասածիս իմաստը, որ հեշ մե բանի կուսակցության սենք ծրագիրը չեղնի, այլ ժողովուրդի ընդրած ծրագիրն եղնի, իրանք պտի առաջարգեն, ժողովուրդը պտի ընդրե որը, հասկնակ, տեստիկը չէ ինչ կայ մոմենտ է, կայ ընդիր ծրագիր է, որնոր հագասեկը սաղ, բոլոր ես քաղաքական ուժերին, որը չկնանան, ծաղ, պախնին, ստնեն, խապեն, բան, հասկցակ, ու ժողովուրդը կնդրե միակ մնագը թակ մեջ ճիշտ ձևը,
Հմես քաղաքական ուժերն են նորոր ասավ, չէ, Արայանը, ընիկ են բանը չի համապատասխան է մեզի, ընիկ էլ էդ բանը չի եղնի, ժողովուրդ ընտրել է, տարել է թեմերը, այս ըսիկ են կնդրե, ներեկկա, ըսիկ են կնդրե, այս ճանապարով բդի եշտանք, այս ծրագիրը բդի իրականացնեք, ու ծեր չուզելով չէ, դիկ մեր ուզելով է ժողովուրդի, ասկծակ նայք ինչ կայվ ծև կսեմ, ճիշտ կսեմ, որ հեշ մեկ էլ չկնանան խտրդան, թպրդան բան, ու այդ ծևի արդեն իրանք ուզած չուզած, որը որ էլ չի կրնա մնա, ենքան կեղդեղ է, դավաջան սուտ ծարակարերով բան, ունդեղ իրան մնալու տեղ չի եղնի, չէ, ռադը քաշեկը դոր աղպաման, դոնց աղպաման կղրգենք, զդելով քանի քաղաքական ուժ որնոր կմնա արդեն այդ մեր ծրագարին, մեր ուղությամբ հասկնակ, մեր կենտրոն արդեն ուզած չուզած իրանք է բդի միանան տեղ, եղավ որ իրանք համախմբան այդ քաղաքական ուժերը, այդ քաղաքական ուժերն են որ համախմբան, այդ քաղաքական ուժերի համակիրները ուզած չուզած արդեն նույն էլի այդ ծրագարին կսկսեն միանալ, ճիշտ բան բացատրեմ, թե չէ, ուզա արդեն հասկնան որ ճիշտը եկել է ճշտի ժամանակը, սուդը մակրվել է, մնացել է սիգ է ճիշտը, ու արդեն հասկնան կմիանան, ու նորից էլի կբացատրեմ, իշկան մարդիկ ելոր կա արդեն հավատները կործրել է, հեշ մեկի չի հավատա, դոնք կտեսնին որ արդեն ճիշտը ծլել է, իրանք է ակտիվանան, կսկսեն իրանք է միանալ, ճիշտ բան բացատրեմ, թե չէ, միանան շադնագը քանակը, ոչ թե 100,000, արդեն 200-300,000 կենի այդ քանակը, ես այդ վստահ եմ, որովհետև շատ մարդիկ սեն խոսքի հեսորվա օրով 50%-ը հեշ մարդու չի հավատա, ոչ է կուզենտրություններ էշտա է, հեշ մեկ քաղաքական ուժի չի էլես է, արդեն իրանք իրանց գործերով են, հուսերը կդրած, դոնք արդեն աշխուժանան կսկսեն իրանք է մասնակցել, միանալ ես բանին, այդ միակ կենտրոնին, ու արդեն մենք կրնանանք հանգիստ մեծ քանակով, մենք որ մեծ քանակով ելանք, թեգուս 150,000 էոր ելինք, ինչքան շատ ենքան արակ կենենք, հասկնակ կը, եղն 200,000, 300,000 մարդով թուս կը, Всё սիկունդալնի, ոչ թե Բագրադի պես կելնենք, կսենք ժամը մենք տալիս, այլ կսենք, всё, ոստիկաներին մենք կհրաման տանք, որա, իշխանությունը ժողովուրդն է, երկրի տեղը դուք պդի, մենք կնդրենք մի ադմ, սենք խոսքի բան արժեկավոր, գեներալ է, որ նոր պատերազմի բանի մասնակցել է, ընդրենք դնենք կսենք տյա, սիգ է ձեր հրամանատարը, մենք ինստրուկցիան կուտանք, այդ մարդը հրամանը կուտա, կնացեք, ըսկանին բրնեք, իրանք հանցագործներ են, ուզեն չուզեն ոստիկանները արդեն, այդ ձևեն է գիտենք ինչ պդեն ենք, որ իրանք կատարեն արդեն այդ ընթացքում երթանում ձերպակալեն այդ 30 մոտապես մոտ 30 հոգու այդ մոմենտին ձերպակալել է պետք, վարգյանական հարց, հասկնակ կը, եթե հանգարց չկատարեն է, իրանք չեն է կրնա, էլ սապրաչիվլյացը եղնի, պրոստը, իրանք կրնան, եթե շատ վախենան որ բան չեղնի, մենք խոսք ուտանք որա, մենք ձեզի ձեր աշխատանքներից, ձեր պաշտոններից չենք հեռացնե, ձեր հրոջիկները էլի դուք կստանաք, բայց ծարայելով արդեն երկրին ազգին, հասկնակ կը, ու եթե չէ բանեն են այդ հրամանել կատարեն, ժողովուրդի հրամանը, իրանք ուզած չուզած պետք է թողնին էշտան տները, իրանց կյանքի չեն անցե, այդ մոմենտները կա, ես գիտեմ այդ ձևերը, մենք ինչ ձևի բան կենենք, լրիվ ռեգուլիրovat կերենք, մեզ որա դուք հեղափոխությունից մի կվախեցեք, հասկնակ կը, հեմի օր անգսեմ չերեցինք, հետո ընտրություններից հետո անհնար կերնի, ճանջի պես կորած եք,
չեք տեսնի ինչ արագության ուր գտանին երկիրը։ Դրա համար մի վախեցեք հեղափոխությունից, այ ժողովուրդ ջան։ Ամեն ինչն է ես կսեմ, հետո 200 հոգի, 200,000 ելնի, վարգա այդտեղ մենք արդեն ոչ թե ասենք խոսքի Նիկոլին ժամանակ կուտանք բան, այլ մենք այդ նույն վարգյանին կսենք որ այս վարգյանից արդեն դոնք հանցագործներ են, գնացեք ձերբակալեք, ուրանք կեշտան, դիք համայրա 90%-ը կադարեն գը իրանք, 90%-ը վստահություն կուտամ, դիք կրնա 10%-ը, 5%-ը, մբեսեղնորա իրանք խարնավին հնգնին կամուկացի տակ, չիդենան ինչ են էլ, էշտան ձերբակալել դե չէ, այդ ռեժիմի 30 հոգու գլխավորներից հասկնակ, իրանք կմտածեն ես 30 հոգու համար մենք եկա պրոբլեմների մեջ կգնենք եւ այլն, էդիկ է ձև է, մի վախեցեք, կարոչի, ու հեմի իմ սացեին օրը, արդեն ամե օրսեն խոսքի դու են մեկ բանի համակիրն ես, դոգինն ես կամ ընիկ չէ, շատ ազնիվ ձևորա եկավ ստացվավ արդեն դունեգա հավատաս հասկնաս որա բևերին ես բաները հմի բևերի մասին է բդի խոսամ, որ բևերի համակիր ես եղե, բանից դուս կկարա բևերն է պուչիկ է կամ դոգանել էր պուչիկ, ընիգել էր պուչիկ, ճիշտը միակ ստեղ էր, սա խապել են դոնք մեզի, ու հմի կամնին բևերի գլոխը, օրինակ, ես քանի տարի եղել եմ շատ պեսամտ բևերի համակիր, բևերին միշտ հետը ոչ թե մեղե բան, բայց ընձի համար այսօրվա օրով բևերին ես հմի անպատվեմ գը, հմի այդ տեսանյութը տնեմ գը, են վայ Կասպարյանը, լսեք ինչ կսե, որ բանը, չեշտանք ընդրությունների դիկերնի տասալիկություն, ընձի համար դիք շատ ծավալյոր ես կան համակիր է մեղե, նախանցվիմ գոր այսօրվա օրով լույսի պանակը ելել է բանկեն է, այդ խոսքը կսե, ճիշտ բաները կսորա, բանը, ընդրությունների միջոցով չի եղնի միայն հեղափոխություն, ճիշտ բանը այդ մոմենտը, պրոստը շատ մոդիկցել ես լույսի պանակը, մենակ չիդեմ ընչի, չի ուզե որա սենք համաձայնվի, սկզբից մենք ստեղծենք բան, ազգային կլոր սեղան, ժողովուրդին համախմբենք, հասկնակ կը, մեզ շագմ է մնացել, լույսի պանակ որա այդ բանին մոդիկնա ու ստացվի, եթե ինքը այդ բանին որ համաձայնվեր, ինքը կրնար կոչեներ, բոլոր քաղաքական ուժերին, ուրմեն, ոչ ընձի, ոչ ձեզի, բերեք ուրմեն նստինք բան, ազգային կլոր սեղանի արջև ու ամեն ինչ ընդեղ մաքրենք, որոշենք, ճիշտ կսեմ, բայց չիդեմ ան, հմինաղդի դիգետ ձև, հմե մի ադը տիա ես վայ Կասպարյանին լսենք, որ քանի կարել է տարամքը կովար եսի մինչ, հմի չիդեմ ես բանից հետո որա եկան ատոմային բան առաջարկեցին Հայաստանին այդ ամերիկացին ու հետո գնաց Բաքուպան ցենու ցուկը չի էլ պես չիդե ինչ ծեվի արտարացն է դա ամերիկացոնց միտի այս այ Կասպարյանին է լսեք թե ինչ ապուշություններ կեն որ դուք է բևերի համակիրներ դուք է հասկնակ ես եղել եմ բևերի պեսամ համակիր բայց ես թկած ունիմ բոլոր քաղաքական ուժերի վրա որովհետև այդ քաղաքական ուժերը ինչու համար են երգիրը պայելու երգիրը բարձրացնելու ժողովրդին օգուտ տալու երգերին օգուտ տալու օր չեն տա ուրմեն թկած ունիմ ծաղի վրա բդի իրանք ծառայեն ժողովուրդ ջան իրանք բդի ծառայեն երգերի ազգի համար ոչ թե ազգը իրանց համար բան եղնի զոմբի ստրուգերնի իրանց բանը պահե կուսակցությունները պահե իրանց կուսակցությունները չպալուզվի ճանդամ եղնի այս բան նորա մենք երինք ստեղծինք մենք այս կուսակցություններին սաղ պալուզենք կան կուսակցություն չի մնա
մի հատ երկու հատ ու всё, դից ավել պետք չէ մեր երկրին, որ սկան ժողովրդին պարակտեն, ամեկը իրա կողմ ցկեն, ժողովրդին իրար թեմ հանել են արդեն աղբեր աղբոր թեմ թշնամի է տարե։ Ընի գեն կուսակցությանը կպաշտպանեն, գեն կուսակցությունը երկու աղբեր։ Տարբեր բևերների, չէ, տարել են իրար թշնամի։ Չգիտեն որն է ճիշտը։ Դրա համար մենք միսի գորա սազդավատ էինք, միակ ճիշտ է, հեշ մեկի մեջ կասկած չի մնա։ Պրոստը ժողովուրդ ջան, էսի մալիկս ինչքանս է մեր գամիս առաջ եմ սկսեն էլ ձևենը չդեի խժդեկները չի տնե բան Հայաստան չէր երևա երկու ամիս է տեսանյութ հանե տնեիկը դիդումներ չէր եղնի հետո որ բացադարին այդ խժդեկները պիտի տնես բան Արմենիա բան կարես դարեցի արդեն սկսեց կամացի ցույց տալ հետենեդեն բաժանորդակրվողների բանը ավելցավ ու այդ մե բանը ժողովուրդ ջան էլի նորից կրկնեմ գցեմ ժողովուրդ ջան ես տեսնիկը ես բան չեմ բլոգեր չեմ սենզիտ լայք տարեք տարածեք տեսանյութը տարածեք որ ժողովուրդը գիտենան բան եղնի կրնանանք իրականացնենք տագի 3 ամիս բանը չի մնացա հասկանաք մեծ դե ընտրություններ պետք է հասցնել ակտիվ ձևի է պետք աշխատել տարածել արագ ձևի շատ արագ ձևի քանի դաժե կրնամբես եղնորա YouTube-ն է փագեն են կանալներն է փագեն որ ես չկրնանամ ստեղից տեսանյութեր հանեմ որ տարածվի դրա համար նույնիսկ ես օրկուկա ցեզի միգնա կնա օրը մեր գոր էլի էդեգա հիշեցնեմ ցեզի օրը մեր գորը անցել է շաբաթ մե ամիս մե սիկ նորություններ չէ սիկ ծրագիր է հին թազեն գաղապարը չկա դուջը բաներեք կիսեք ժողովրդի մեջ օրս գաղապարը ժողովրդին գաղապարը հասանելի դարձնենք ժողովուրդը գիտենան միանան այս ծրագրին ազգային կլոր սեղանին այս ազնիվ ձևին հասկացաք համիտյա միադես բանին էլ ասենք հաբայի Վահե Կասպարյանին միադես տեսանյութը իրան հասնի լավ կերնոր խելքը կալոխներ դոր խելքրեք կալոխը պերենք որ թարգետես անասում բաներ խոսալու ուրմնները կժողովուրդյան ես այդ նույն տեսանյութը չկդա մանեգա կար երեկվա մեկ է 3 օրվա 3 օր առաջվա իր տեսանյութերից հետո կեստար ամիսներ գթռներ բայց այդ տեսանյութը այսօր քսեր դասալիկություն կերնի բան այդ տեսանյութը մոտ շաբաթ առաջ էր ես լսեցի ու չկդա մանեգա բայց էլի նույն տեսա նման բան որ էլի ինքը գովա բան ընդրություններ եւ այլն այնտեղ մի հատ լսենք դա հաշվի առնենք ներկա զարգացումները հավանաբար այդպես էլ կլինի իսկ գետնի վրա կա Նիկոլին արժանի ակտիվ վճռական ու հստակ արևմտամետ այլ ընտրանք որը ունի նաև հայ ժողովրդի լայն սատարումը կրկնում եմ սրանք չեն լինելու հասարակ հերթական ու դասական ընտրություններ այլ լինելու են Հայաստանի ու Հարավային Կովկասի համար գլոբալ ու ռեգիոնալ տերությունների թեժ ու անզիջում պայքարի թատերաբեմ եւ ռուսների ու թուրքերի հին ու նոր խամաճիկների աննախադեպ ակտիվությունն ու վճռականությունը միայն հաստատում են իմ այդ պնդումը մենք կարող ենք ու պարտավոր ենք անել այն ինչ չարեցինք 1991 թվականին, այսինքն ազատագրել Հայաստանը եւ ինչպես կասեր մեր սիրելի Վարուժան Ավետիսյանը ի գործ վստահ եմ որ եթե բևերը չմասնակցի այս եռափուլ process-ին նախընտրական, ընտրական, հետընտրական, ապա կլինի հաջորդ մեծ հիասթափության ալիքը, որը կստիպի մեր շատ ու շատ նվիրյալ համակիրներին հեռանալ։ Եկեք չանենք բաներ, որոնց համար հետո շատ փիս կզղջանք, սակայն արդեն ուշ կլինի։ Եվ վերջապես, ո՞րն է մասնակցելու այլ ընտրանքը։
չմասնակցել նշանակում է դառնալ երկրի ապագայի համար այս վճռորոշ ամիսների пассив դիտորդ, որի նույն արևմուտքը իհարկե կմեղադրի մասնակցելուց վախենալու մեջ, իսկ մեր ժողովուրդը մեղմ ասած մեզ չի հասկանա, քանի որ կան շատ մարդիկ, որոնք ասում էին եւ ասում են. մենք ձեզ հետ ենք ու թեև հիմա ձեր հանրահավաքներին չենք գալիս, բայց երբ որ լինեն ընտրություններ, մենք ձեզ ենք քվեարկելու։ Նաեւ կան շատ 70%-ի հասնող դեռ տատանվող մարդիկ, որոնք զզվել են դաշտում եղած բոլոր խամաճիկ հին ու նոր տականքներից ու սպասում են հենց այդ երրորդ ազգային ուժին կամ բևեռին։ Այլընտրանքը մասնակցելու այլընտրանքը մնալ լուսանցքում, վերածվել մարգինալ ուժի, որը երկրի համար այս տարվա կարևորագույն միջոցառմանը չմասնակցեց, ինչպես էլ որ մենք դա հիմնավորենք, ինչ փաստարկներ էլ բերենք, միևնույն է կասեն վախեցակ։ Կարծում եմ, որ մենք դրանից հետո այլևս որևէ բարոյական իրավունք չենք ունենա խոսելու, չհանձնվելու, չհոգնելու, չհիասթափվելու, չվհատվելու, դիմադրելու եւ պայքարելու մասին։ Սիրելի ժողովուրդ, այսօրվա եթերը այսքան Հատուկ է ծևիկ չեմ երկար ես զապիսը երեցի օր, ինքը կովա, լսեք, չէ, ուշադրություն դարձնեք, որ ինքը կովա, որ կան բդի միանան մեզի բևերին և բան, անպայման ընչի բևերին բդի միանան, մեզի պետք է օրը ազգը համախմպած ձեղնի մե ուժի, մե կենտրոնի վերա, ճիշտ չէ ժողովուրդ չան, ընդեղ էլ չեմ սորա, ընդեղ աշտարացնեք ինչ-որ տրամպին, չիդեմ ինչ մոմենտներով ընչի տրամպ է ձե բաներա, բայց տրամպը իրականում հմի բանին, Նիկոլին քաշեգա որ պոգե պրդե բանից, Ռուսաստանի չգեկը, նա ինչ սդե աշտարացումներ կուտա տրամպի համար ինքը, ու տեսնիկը, ինչ ծրագրերով սղպռագը տրամպը, Ամերիկան, ու մեզի ոչ մի օգուտ, ոչ մի բան չգեկը, չէ, մեր թեմի վատ բաներ են տարե ամերիկացիկը, ոչ մեզի օգուտ, որ մենք հեչ կան ամայրատիրից նա բանες չենք ստանա մենակ Ամերիկան ընդեղ ինքը իր օգուտը կստանա ինչ-որ զրտ ու զիբիլ ծախելու անօգուտ Հայաստանի վրա, որնորա Նիկոլա քպեականները ներկայացնեն ձեռք բերումները, ինչպես միշտ Նիկոլա շատ ուշեղ այդ ձևի ճարտարապետ է, ու մի ինքնետ գատկաշ չի կրնակա, ու իրանք է այդ մոմենտով իրանց արտարացնենք ես մի հատ հլը կուզեի բևերի ձայնել լսեի, թե իրանք վահեի խոսքին պատասխանատու են որ վահեն, կսե մենք ընդրությունների կերտանք, բանին, ընդրություններին, թե բևերի դիրքորոշումը այլ ձև է, հետո չսեն դել, չէ մենք դες բան չենք սեդիկ, վահեի կարծիքներ, էլ այդպես բաները խոսած է, հասկացակ, չէ, մի հատ պետք է որ բևերի պաշտոնական հայտարարությունը լսենք իրականում բևերը դեշտե ընդրությունների գիտենանք ով են ինչ են իրականում բևերը ու վերջում եմ մի հատ էլ իստեղ մի հատ լավ բոնուս է տնեմ լսեք որ գիտենանք որ ոչ մի երկրի վրա մենք պետք է հույս չտնենք մենք մեզնով պետք է աշխատենք հեչ մարդը մեզ տերեղնող չէ եթե մենք ինքներս հեչ բան չենք թե այսեք լսեք ու սորվա բանը վերջացնենք երաշխիքներն են 911-ի ծառայության փրկարարծառայության համար աշխարհում չկա միջազգային համակարգում ոչ ամերիկան ունի նման համար ոչ եվրոպան ոչ էլ որևէ այլ մեկը որին կարող է զանգել երբ քեզ վրա օրինակ հարձակվեն Թրամփն էլ մեր փրկիչը չէ բարեկամներ մոռացեք ինչպես չէր օրինակ Վլադիմիր Պուտինը որին եւս Փաշինյանը զանգում էր Արցախյան հակամարտության ժամանակ եւ պատասխան չէր ստանում Թրամփը Բայդենը կամ Մակրոնը չեն գալու մեզ փրկելու եթե Ադրբեջանը հանկարծ որոշի խախտել բոլոր պայմանավորվածությունները պետությունները պետք է հույսները դնեն միայն իրենց վրա եթե Հայաստանը վստահելով Ամերիկայի Միացյալ Նահանգների թղթի երաշխիքներին թույլատնի իր զգոնությունը եւ կախվի ադրբեջանական ասեղից էներգետիկ մենք կհայտնում ենք ծուղակում Ալիևը առաջնորդվում է հարցակողական ռեալիզմով Ալիևի նպատակը պարզապես Ղարաբաղը չէր ու չի եղել նրա նպատակը տարածաշրջանային դոմինանտությունն է հիշեք ջերմուկի դեպքերը հիշեք Սև լճի դեպքերը նա ուժի լեզվով խոսեց երբ կարող էր Հիմա նա արդեն օգտագործում է փափուկ ուժը, մենակ առևտուրը, որպեսզի հասնի նույն նպատակին Հայաստանի ամբողջական ենթարկեցմանը։
Ուզում եք թե չէ դատեք ինքներդ եւ գրեք մեկնաբանությունների հատվածում, որովհետեւ քննարկումը ամեն դեպքում մեր պետության ապագայի հետ է կապված։